նորությունն է, նեղություններու մեջ միշտ պատրաստ է օգնելու։ Անոր համար պիտի չվախնանք, թեև երկիրը փոխվի, ուլերները ծովում մեջները ծպվին, թեև անոր ջուրերը քորան ու բուղդորին, լերները թողան անոր ուրենալովը։ Քեդի վտակները պիտի ուրախացներ Աստծո քաղաքը, հարցրեդուն սույբ բնակարանները, Աստված անոր մեջ է, անիկա պիտի չսասանի, Աստված անոր պիտի օգնե արդուն գանող, հետանոսները կխրովին, թագավորները կշարժին, հարցյալը իր ցայնը կուտա, երկիրը կհալի, զորացները մեզի հետ է, Հակոբի Աստվածը մեր ապավենն է, եկեք ու տեսեք դերոջը գործերը, որ ավիրումները ռավ երկրի մեջ, բادرազմները կթատրեցնե, մինչև երկրի ծայրը, աղեղը գոդրե ու նիզակը կչարտե, գարքերը գրագով գայրե, հանդարտ կեցեք ու քիծեք թե ես եմ Աստված, հետանոսներու մեջ պիտի փարսանամ, երկրի վրա պիտի փարսանամ, զորացները մեզի հետ է, Հակոբի Աստվածը մեզի ապավեն է։ Եկեք միասնաբար դերը բաշտենք երկելով 178-րդ երկը, on բաշտենք արքան, երկ 178-ը։ On բաշտենք արքան, վերին պարավոր, շնորհագասերդով, երկենք սերնանոր, մեր վահան բաշտբան հինավուրց Եհովան, թիրքով պարաբանց, Ովության ծարարգան, բադ մեկ սորություն և պարդանք շնորքին, իրս կեսնելույս ամբերնովանին, որոդ մանց մեջ են գարկերով հաղթագան, գսուրագանցնի մրգին թևերուն վրան, ինչ լեզու գրնա, բադ մելխնավ կնանհոն, մեր օգնուն ուսնեն, անովողոն, Ախիլերները իչնե թաշտերնս վար, զադվելով ծողին ու հացրևին մեջար, դգար զավագներ, հողեղեն ու հետ, կեզ վստահին կզի, չես լքեր երբեք, գդիր է անվեջ կտություն դամոքիչ, դերն մեր արարիչ, արեգամ ու պրգիչ։ Դերնիս խոսքերը ու սրդիս խորուրդը քո առջևդ ընդունելի ըլան, ով դեր իմ վեմս ու պրգիչս, ամեն։ Բիդի լսենք Աստուծո սրբազան խոսքը, որ գուքա մեզի Ղուգաս ավետարանին 5-րդ գլուխեն, Ղուգաս 5, 1-11։ Օրը, երբ ժողովուրդը անոր փոլորդիկի թիզված Աստուծո խոսքը լսելու համար, ինք Քենեսարեթի ծովուն քով գեցեր էր, դեսավ երկու նավեր, որոնք ծովագին քով գեցեր էին և ծգնոշները անոնց մեջ են ելած ուրգանները գլվային։
Ինք այն նավերեն մեկում մեջ մտավ, որ Սիմոնինն էր, եւ աչեց անոր, որ քիչ մը ցամաքեն ձովում մեջ տանի եւ նստելով նավում մեջ են ժողովրդին գսորվեցներ։ Երբ խոսելեն թատրեցավ, ըստ Սիմոնին, ըսավ Սիմոնին, հարաճ դառնավը թեբի խորունգը եւ ուրգաննիտ ցկեցեք ցուկ որսալու։ Սիմոն բադասխան դալով ըսավ անոր, վարտաբեդ, բոլոր քիշերը աշխատեցանք ու փամը չբռնեցինք, բայց քու խոսքիդ համար ուրգանը գցկեմ։ Երբ ըսվածը ըրին, խիստ շատ սուգեր ժողվեցին, անանք որ իրենց ուրգանը գբադրեր։ Աչ կնեին մյուս նավերում մեջ եղող իրենց ընկերներուն, որքան օգնեն իրենց։ Եկան ու երկու նավերն արլեցուցին, Կրեթե ընկղմելու մոտ էին։ Սիմոն Պետրոս երբ տեսավ Հիսուսի ձոնգերուն ինգավ ու ըսավ. Դեր, իմ քովես մեկտիկնա, քանզի ես մեղավոր մարդ մնեմ, վասենսի ապշությունը բադեց սանիգա եւ անորդ եղող ամենքը իրենց բռնած ցուգերուն շադության համար։ Նույնպես Զեփեթեոսի որդիները Հակոբոս եւ Հովհաննես, որոնք Սիմոնին ընկերներն էին, Հիսուս ըսավ Սիմոնին. մի վախնար, ասկե յետև մարդոց որդի պիտի ըլլաս, նավերը ցամաքը հանելով ամեն բան թողուցին ու անոր ետևեն կացին։ Օրհնյալլա դերոջը խոսքը մեր սրտերուն մեջ։ Աղոթենք։ Երկնավոր Հայր եւ փառավորյալ Փրկիչ, փառք ու դանքեզի այս արավոտ անգամ եւս որ քուցայնդ մեզի լսելի գդարցնես, ողորմիս մեզի որբեսի մենք կարենանք քու խոսքերդ, քու զմայլելի գենաց խոսքերեն օգտվել եւ մեր սրտերը լեցնել անոնցմով որբեսի մենք ավելի հավատքով լեցվենք, հույսով լեցվենք, լուսավորվի մեր սրտերը, մեր կյանքերը եւ այսօր համար գխնդրենք քեզ մե, որ այսօր այցելես մեզ ամեն անոնք, որոնք այսօր գլսեն այս պաշտամունքը, արցանց ամեն ուրեք։ Գխնդրենք քեզ մի մասնավոր գերբով անոնց համար, որոնք ովդեր ունեցան գորուսներ, մահեր, սուքեր, մխիթարես սիրենք, անոնց կովըլլաս, անոնք որոնք ունին հիվանդություններ, ցավեր ու նեղություններ, մասնավոր գերբով գխնդրենք, որբեսի անոնց վրա տնես քո օրհնյալ բազուկներդ, անոնց վերքերուն ըսպեղանի եւ ցավերուն թարման շնորհես, օրհնես ովդեր ամեն անոնք, որոնք նեղության, դժվարության, հուսահատություններու մեջ են, մանավանդ այս շրջանին, որ աշխարհի ամեն կողմ գդիր է, օրհնես ովդեր քու զավակներդ, բոլոր հայ աշխարհը եւ բոլոր ազգերը եւ մեր երկիրը, ասոնք կխնդրենք մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անունով, որուն գվայել է փառք, իշխանություն եւ բադիր։ Ամեն։ Գողջունենք ձեզ մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անունով, Փարիլույս ձեր բոլորին, որ գմիանակ մեր արցանց պաշտամունքներուն ամեն օրեք։ Մեր պաշտամունքները կսկսին ամեն գիրագի առավոտ ժամը 11-ին, իսկ գիրագնորյա դպրոցի գործունեությունները կկատարվին արցանց 2 շաբաթը անգամը ուրբաթ երեկոյան ժամը 6:30-ին։ Գուզենք ձեր ուշադրության հանձնել հետևյալ դեղեցությունը նաև։ Վերաբատվելի Հովհաննես Սվաջյան անցյալ շաբաթ հրաժարած ըլլալով իր
Բաշտոնեն եկեղեցիս փեմի հանձնախումբը պիտի գարկավորե Պաշտամունքի պատգամավորները։ Ուստի Աստծո վստահենք համբերությամբ, հետևենք pedagogan բժշկական ցուցմունքներուն, ուշադրել լանք մեր սնունդին, աղոթենք իրարու Կանադայի, Հայաստանի եւ Արցախի համար, գադարենք մեր նյութական բարդավորությունները եկեղեցին, ինչպես նաեւ հայրենիքի եւ Արցախի եւ երախտաբար դլանք Աստծո։ Biz շարունակենք մեր պաշտամունքը երկելով նաև 265-րդ երկեն 3 համարներ, առաջին, երկրորդ և 5-րդ համարները, երկ 265։ Երբ կալենք դերոջ հետ ու խոսքով գետարգետ նա լուսավոր է բիդ մեր ճամփան մինչ կնենք կամ կնիրեն բիդ կալե մեր կողեն և անոնց հետ որ գնազանտին միշնազանտ է պրջին վստահելով կազի գլաս երջանիկ լոգանոր անսալով շուքեր մութ երբինան սևամբեր երևնան Հարադին շուտով իր ժպիտեն արդասուք դարագույս հարաշներ ալան հույս անհետին պիտի երբ նազանտինք միշնազանտ է Պրջին վստահելով կազի գլաս երջանիկ լոգանոր անսալով Այնադեն մենք ծնձուն վիտ նստիկ ոտքերուն կամ կալենք իրեն հետ ամեն դեղ գադարենք ինչս է երթանգուր որ վրգե վստահինք անվախուն ազանտինք միշնազանտ է Պրջին վստահելով կազի գլաս երջանիկ լոգանոր անսալով Կյանքի մեջ որքան որ ուրախություններ կան, հաջողություններ կան Կան նաև դժվարություններ, նեղություններ և ապարդյուն վիճակներ, ինչպես որ գդիր է ներկա ժամանակներու մեջ։ Ուստի այսօր համար է, որ Աստված մեզ կհրավիրե լսելու իր գենած խոսքը, ինչպես որ կարդացինք Ղուկաս ավետարանեն, մեզ զորացնելու համար Կյանքի դժվարությունները հաղթահարելու համար հավատքով։ Խոսքը տեսնենք
Քենեսարեթի, այսինքն Գալիլեայի ծովուն եզերքը գտնվող երկու նավեր, որոնք կպատկանեին Սիմոնին, Հակոբոսի եւ Հովհաննեսին, որ բոլոր գիշերը ցգնորսությամբ սպաղած ըլլալով փամը չէին գրծած որսալ եւ արդոբան մոտ իրենց ուրգանները գլվային հավանաբար ընկճված եւ հուսահատությամբ։ Այս մարդիկը աշխատացեր փորձառու ցգնորսներ էին եւ սխալ փամը չէին լրած։ Բարձավես այդ օրը ցուկ չկար, որ որսան։ Ու գործընծուցած էին իրենց օրվա ապրուստը եւ կամ իրենց խաչախորտին ապսպրանքը։ Նման օրինակ անհաջող վիճակներ եւ հուսահատություններ գրնապատահիլ ովևէ ասպարեզի մեջ գտնվող աշխատասեր մարդոց, որ բավական քնական երևույթ մնե։ Այս բարականերու մեջ է որ Հիսուս կմտնե Սիմոնին նավը ու սորվեցնե Աստուծո խոսքը ժողովրդին, որ իրեն համար հավաքված էին ծովափին եզերքը։ Բայց Հիսուս ինչու չկարողեր ցամաքեն ու գմտնե Սիմոնին նավը, քանի որ հետաքրքրված է երդասարդ Սիմոնով եւ անոր հետ ունենալիք փորձ ունի իր առաքելության հետ կապված։ Խոսքը տեսնենք, որ Հիսուս իր աշակերտները գանչել է առաջ, անոնց կսորվեցնե Աստուծո խոսքը առաջ, գահայտնե իր վարդապետի ուսուցիչի հատկությունը, որ իր գոչին հնազանդին, ուգաս ավետարանը լեցուն է այսպիսի քարոզներով, ամեն մեկ գլուխի մեջ եթե գարտալու լակ Հիսուս կքարոզե, կսորվեցնե աշակերտներ պատրաստելու համար։ Այսօր դարձյալ գայցել է Հիսուս իր եկեղեցին այս պատգամով, հետաքրքրված է մեզմով մանավանդ երդասարտներով, որպեսզի բարի գործ մսկսի մեր մեջ, մեր հավատքը զորացնելով եւ քաչալերելով մեզ ծառայության իր սիրով եւ գարեբցության հոգիով։ Հիսուս երբ խոսելեն թատրեցավ, ըսավ Սիմոնին, հարաճ դառնավը թեպի խորունգը եւ ունգաններնիդ նետեցեք ցուկ որսալու։ Սիմոն դակարուն եւ խիզախ մեկը ըլլալով շատ բաներ գրնարսել Հիսուսի հբարդությամբ, ինքսինքը արտարացնելու համար։ Օրինակ, վարդապետուն գյանքիդ մեջը ցուկցերս որսացեր, իսկ ես փորձառու ցուկնորսի որդի եմ։ Գիտեմ ուր եւ երբ է ուրգանացնելու ժամանակը։ Նույնպես մարդիկ այսօր ալ իրենց փորձառությունը եւ գիտությունը նկատի ունենալով ինքնին գրնան արդարացնել Քրիստոսի գոչին անսալուդեղ։ Բայց Սիմոն ինքնին զսպեց ու խոնարհաբար պատասխան տալով ըսավ Հիսուսի. «Վարդապետ, բոլոր գիշերը աշխատեցանք ու փամը չբռնեցինք, բայց քու խոսքիդ համար ուրգանը գցկեմ»։ Երբ ըսածը ըրին, գսե Աստծո խոսքը խիստ շատ ցուգեր ժողվեցին, անանք որ իրենց ուրգանը գբադրեր, օգնություն կանչեցին, իրենց ընկերներեն եւ երկու նավերնալ լեցուցին, որ գրեթե ընկղմելու մոտ էին։ Գարժե հարց տալ, թե ինչու, թե ինչպես սկսավ գդարվել այս անագնգալը։ Մեկ փարով սկսավ, այն մեկ փարը շատ հատկանշական է, սակայն փարով, բայց քու խոսքիդ համար։ Գրնալալ որ Սիմոնին
դրամապանական չերևցավ Հիսուսի առաջարկը։ Գրնալ որ Սիմոնին կորձին չեկավ, սակայն Հիսուսի խոսքին համար, Հիսուսի վարդապետության համար, որ նախապես իրեն սորվեցուցած էր և թաստիարակած էր, անոր խոսքը հարկելու համար փորձել ուզեց։ Եվ այս փորձն էր, որ զինքը օրհնության, հաջողության և Աստուծո զորությունով հավատալու առաջնորդեց, երբ տեսավ գադարված անագնկալը։ Աստուծո գոչին շատ մարգարեներ անսացած են։ Օրինակի համար Մովսես, որ Աստծո կողմէ կանչվեցավ, սկիզբը գրնալ որ իրեն դժվար եկավ եւ ըսավ որ ես թոթովախոս մեկն եմ, չեմ գրնար այս գործը անել, բայց երբ որ հնազանդեցավ, Աստված անոր միջոցով մեծ գործեր ըրավ եւ մենք ունենք այսօր Աստվածաշունչի առաջին 5 քիրքերը, որ Մովսեսի կողմէ պատրաստված է հնկամադյանը, դասնապանյան, որ այսօր աշխարհի մեջ ամեն կողմ դարածված է եւ կործածվի։ Ունենք նաեւ Սամուել մարգարեն, երբ Աստված Սամուել մարգարեն կանչեց, փոքր էր, սակայն ինչ ասավ, դեռ խոսե վասն զիզարատ մտիկ կնե։ Մենք երբեմն Աստուծո գոչը լսելու համար մտիկ պետք է անենք։ Գրնալ որ մեղմ է անոր ցայնը, սակայն անուշ է օգտակար եւ գենսադու։ Լսողներ Աստուծո խոսքին անսացած են։ Եսայի մարգարե, երբ որ Աստծո կողմէ կանչվեցավ եւ ուզեց որ Աստված ինքը ղրգե, Եսայի ես մեղավոր եւ մեղավոր ժողովրդի մեջ բնակող մեկն եմ ասավ։ Բղզաշուրտն մարդոց մեջ կպնակի մսավ։ Եվ սակայն, երբ որ Աստված կանչեց ինքը, ասավ, ես զիս խրգե, եւ երբ որ խոսքը գադարեց Աստուծո, Եսայի մեծ գործեր ըրավ եւ Քրիստոսի Մեսիայի քալուստին նկատմամբ ըսկանչելի խոստումներ եւ նկարագրություններ ու մարգարեություններ ըրավ։ Բոս արաքյալ թարցյալ, երբ որ հանդիպեցավ Քրիստոսի եւ Քրիստոս ասավ, ինչու համար զիս կհալածես, չէր գիտեր ինքը, որ ով է այս խոսողը, սակայն հասկացավ, որ Աստուծո խոսքն է, Քրիստոսի խոսքն է, անցած անոր խոսքին եւ ասավ, դեր ինչ կուզես որ ունեմ ասավ։ Եվ այսպես շարանը շատ է մեր հավատքի հայրերում մեջ, որոնք ընդունեցին, հավատացին, հետևեցան եւ նվիրվեցան Աստուծո։ Եվ այսօր գուզեմ, որ այս հավատքով լեցուն մեր հերոսներուն, հավատքով լեցուն ռահվիրաներուն, օրինակներով մեր սրտերը լեցնել, որովհետեւ Աստված մեզի զորացնե, հավատքով լեցնե եւ հզոր հավատքով մեզի առաջնորդե։ Սիմոն եւ իր ընկերները զարմանքով ապշեցան։ Գարձես երկնային հիացում մոբադեց սիրենք։ Երբ որ տեսան այս զարմանալի հրաշքը, անգարելության առջև տեսան ինքսինքնին։ Սիմոն բազմաթիվ ցուգերու ջոխությամբ ուրախանալու եւ ցնծալու դեղ դարձավ Հիսուսի եւ ինալով անոր ոտքերուն երկյուղածությամբ կոչեց. Դեր իմ կովես մեկտիկնա, քանզի ես մեղավոր մարդ մգեմ։ Գիտենք, որ առանց մեղքի մարդ չկա։ Եվ Հիսուս եկավ մեղավորները փնտրելու եւ փրկելու։ Բայց այս բարակային ինչ էր Սիմոնին մեղքի մասին ասել ուզածը։ Մինչև ցուգերու հրաշքին օրը
Սիմոն Հիսուսը գճանչնար իբրև վարտաբեդ, ուսուցիչ եւ ոչ թե Քրիստոս կամ Մեսիա, ինչ որ ներկայիս շատեր նույնպես կխորին։ Սիրելիներ, փուն մեղքը ուրիշ բան չէ, բայց Հիսուսին դեր ու փրկիչ ըլլալուն չհավատալն է, եւ քրիստոնյա աշխարհի մեջ որքան շատ է անոնց թիվը։ Այսօր համար Հիսուս ասած է հավատա ու պիտի փրկվիս։ Սիմոն համոզմամբ հավատաց, որ Հիսուս դեր ու փրկիչ Քրիստոս է, որ աստվածային սրբության առջև դեսավ իր անարժանությունը եւ ուզեց, որ մեկտի գնա իր մե, բայց Հիսուս ընդունեցինք ինչպես որ է իբրև աշակերտ, քանի որ հավատաց իր դեր ու փրկիչ ըլլալուն եւ ասիկա եղավ իր կյանքին անգյունաթարցը։ Հետաքային աներ, որ թավանեցավ ըսելով Հիսուսի, «Թուն ես Քրիստոսը գենթանի Աստուծո որդին»։ Մատթեոս 16:16։ Հիսուս նաև քաջալերեց Սիմոնը, ըսելով. «Մի վախնար, քեզ մարդու որսորդ պիտինեմ, շահելու համար ոչ թե ցուգեր, հապա մարդոց կյանքերը Աստուծո թագավորության Քրիստոսի եկեղեցին»։ Պետրոս Քրիստոսի աստվածության հավատալը ավելի մեծ հրաշք է, քան թե ցուգերու հրաշքը։ Գգարտանք, որ ահա այս նոր համոզումով Սիմոն, Պետրոս եւ իր ընկերները Հակոբոս եւ Հովհաննես քաշեցին իրենց նավերը ցամաք ու լքելով ամեն բան, որ իրենց ապրուստի աղբյուրն էր, հետևեցան Քրիստոսի ծառայության։ Անոնք եղան Հիսուսի առաջին աշակերտները, դարազելով Քրիստոսի ավետարանը սիրով եւ հավատարմությամբ։ Հոս ուզեմ փամը հիշել, դարիներ առաջ այս լքված նավերու դեսարանը պատկերացնող նկարը տեսա։ Առաջին անգամ աներհոստանը բադին վրա։ Այս լքված երկու նավերուն նկարը ինձի շատ իմաստալից եւ բավական խորհրդավոր թվեցավ։ Աչքս սևերած մնաց ժամեր։ Հիսուսի օրվա ջաշակով պատրաստված այս դպավորիչ նկարին վրա եւ մեծապես քննադեցի անոր արվեստագետ նկարիչը։ Ընդհանրապես տեսած եք գիրագնորյա դպրոցի մեջ Հիսուսը նավում մեջ եւ ուրգանով ցուգերը հավաքող աշակերտներուն նկարը։ Բայց չենք տեսած ցամաքի վրա լքված երկու նավերու նկարը, որ Սիմոն Պետրոսի եւ իր աշակերտներուն կպատկանեին։ Այս նկարի մեջ չկար ոչ ցուգերու հրաշագործությունը եւ ոչ ալ Հիսուսի աշակերտներուն երուսերը, սակայն գար եւ հիշեցներ Սիմոնի եւ ընկերներուն հաստատ հավատքով եղած մեծ նվիրումն ու զոհաբերությունը Իսեր Քրիստոսի։ Հարցումը չեք խորիր, որ լքված երկու նավերուն նկարը ավելի մեծ հրաշքը պատկերացնե, քան թե ցուգերուն հրաշագործությունը։ Սիրելիներ, այսօր այս պատգամով Քրիստոս մեզի ալգուխոսի մանավանդ երդասարտներուն, եթե մենք ալ կգադարենք անոր խոսքերն ու բադվերները աղոթքով եւ Սուրբ Օքին առաջնորդությամբ դեռնալ մեզ բիդորտնե անգարելի բաները գարելի դարձնելով մեր կյանքերուն մեջ եւ հետևելով իրեն հաստատ հավատքով անձանոտ հեղինակ մը գսե զորավոր հավատքը գտեսնե անդեսանելին, գավադա անհավատալին եւ գստանա անգարելին, ուստի նվիրվին Քրիստոսի առաջնորդության
կործածենք մեր դաղանտները հավատքով և սիրալիր ծառայությամբ Աստծո փառքին և իր եկեղեցին շինության համար Տերոջը հզոր ներկայությունը ցեզի հետ լա ամեն Վերջացնենք մեր պաշտամունքը երգելով երունական աղոթքը Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ Եղիսի անուն քո, եկես է արքայություն քո, Եվ երգրի Ցած մեր հանաբազոր դուր մեզ այսօր Թող մեզ զբարդիս մեր որպես և մեկ Մերոց բարաբանած և մի դանիր զմեզի փորձություն ահալպր գյայի Անուն Հոր և Որդվո և Օգուն Սրբո և հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը Հոր Աստծո անպատմելի սերը և Օգուն Սրբո հաղորդակցությունը մեզի հետ լա ամեն